Սպիտակի տարածաշրջանի ամենամեծ համայնքն է Ջրաշենը։ Իր շքեղ բնության համար սկզբում անվանվել է Վարդի նավ։ Հիմնվել է 1828 թվականին, երբ Մշո դաշտավայրից, հատկապես Խնուսից, այստեղ են հաստատվել մի քանի ընտանիքներ։ Հիմնականում հացահատիկի եւ բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվող ջրաշենցիներն ասում են, որ անձրևային տարիներին որոշ չափով դեռ կարելի է բերք հավաքել, իսկ երաշտին կորցնում են բերքի 50-ից 60%-ը։ Գյուղը մեծապես տուժել է 88 թվականի ավերիչ երկրաշարժից։ Դպրոցի փլատակներում է մնացել 156 աշակերտ։ Եթե մի քանի տարի առաջ 840 աշակերտ ունեին 34 դասարանով, այսօր դրա կեսն է մնացել։ Պատճառն արտագաղթն է, ասում է դպրոցի տնօրենը։ Դպրոցը վերջերս է համալրվել համակարգչային 2 դասասենյակով, ֆիզիկայի ու քիմիայի լաբորատորիաներով։ Գեղարվեստական գրականության պակաս կա միայն։ Գյուղի բնակչությունը սրտնաղում է, որ եկեղեցական արարողությունների չի կարող մասնակցել։ Սպիտակի տարածաշրջանի հոգևոր հովիվ Հայրավետիքի ու մանկավարժների նախաձեռնությամբ երբեմն միայն ուխտագնացության են մեկնում տարածաշրջանի սրբավայրեր։ Դպրոցի տնօրեն Վաչագան Մխիթարյանը համայնքի համար խիստ կարևորում է եկեղեցի ունենալը։ 1884-ին կառուցված Սուրբ Նշան եկեղեցին խորհրդային տարիներին պահեստ է եղել եւ խոնավությունից ու երկրաշարժից հիմնավորապես տուժել։ Հլզված էր յովին, ստիպված որպեսզի քարերը չկորչեն, ստիպված համարակալեցին, հավաքեցին մի կողքի, որ հետագայում նորից կառուցեն այս քարերով։ Տարածքի մաքրությունն ու պահպանությունը ստանձնած Վերգինետատը եկեղեցու հարևանությամբ է բնակվում։ Խնամքով պահում է իր բակում տեղադրված աղոթատան քարերը։ Ամեն օր գյուղապետարան է գնում, հետաքրքրվում, թե երբ են աղոթատուն կառուցելու։ Բոլոր գյուղի, բոլոր ռայոներ ունին իր անջամնի, բայց թե քարեր ամբողջ քարերը հրել, թափված, բոլոր էստերան թափված է, չէ՞ որ հայինք մենք, թող բոլորը մտածին որ Ջրաշեն գյուղում ժամ չունենք։ Ճիշտ աղանդավորներ կան, շատ կան, դրանք էլ գիտես ինչ կա ելելով սուխ պայմաններից տարբեր մարդիկ ընդունել են տարբեր աղանդներ, բայց եկեղեցին կառուցելու ժամանակ ես հավատ ունեմ, որ ժողովուրդը այդ աղանդներից հեռու կմնա ու մտնի այս եկեղեցին։ Ջրաշենցիներն ամեն կիրակի 10 կիլոմետր ճանապարհ են անցնում Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում պատարագի մասնակցելու համար։ Աղոթում են, որ օր առաջ բարերար գտնվի եւ ստանձնի Սուրբ Նշանի վերակառուցման աշխատանքները։